Ողջունում եմ ձեզ սիրելի հետևորդներ, այսօր Դվին գյուղում ենք, եկել ենք ջերմոցներից մեկում ձեզ համար տեսանյութ նկարելու, ուրեմն եկել եմ այսօր ձեզ ցույց տալու վարունգների մշակման մի հետաքրքիր մեթոդ։ Նախորդ տեսանյութերում, երբ որ ես ձեզ հետ խոսում էի վարունգների տնկելու մասին, այսօր եկել եմ նկարելու արդեն այլ ջերմոց, այստեղ մի փոքր այլ չափորոշիչներով են տնկել վարունգները։ Ուրեմն վարունգները մեկը մյուսից այստեղ տնկել են 45 սանտիմետր հեռավորության վրա, իսկ միջակայքը թողել են 1 մետր։ Մենք պոլիէթիլենային թաղանթով ծածկված ջերմոցում ենք այսօր։ Սա ուրեմն տրադիցիոն տեսակի վարունգ է, շատ նման է երկար ստելա տեսակի վարունգին։ Հիմա ես ձեզ ցույց տամ պտուղները։ Ահա պտուղները, սիրելի հետևորդներ։ Առողջ փարթամ թփերով վարունգներ են, որևէ հիվանդություններ չկան։ Ջերմոցատերը ժամանակ առ ժամանակ սրսկում է կանխարգելիչ պրեպարատներ։ Ուրեմն ջերմոցում այստեղ մի խնդիր ունենք, վարունգների ներքևի հատվածի ծաղիկները ծաղկավիժում են արել։ Ահա տեսեք ինչ է տեղի ունեցել, այստեղ մի քանիսը ծաղկավիժում են արել։ Ուրեմն ջերմոցատերը նաև պոկում է վարունգների այն ծաղիկները, այսպես ասած, այն քոլերի ծաղիկները, որոնք ավելի փոքր են չափերով, որպեսզի քոլը ավելի հզորանա։ Ահա օրինակ այս փոքրիկ քոլի ներքևի հատվածի վարունգները պոկվելու են, որպեսզի քոլը ավելի հզորանա։ Հիմա ձեզ ցույց տամ ինչ աշխատանքներ են կատարվում ջերմոցում։ Ջերմոցում այս պահին կատարվում են բեջատման եւ փաթաթման աշխատանքներ, ինչը իրենից ներկայացնում բեջատումը եւ փաթաթումը։ Ուրեմն, եթե դուք տեսնում եք, ներքևի հատվածում մենք լրացուցիչ վարունգի գլխիկներ, արհեստական, այսպես ասած, գլխիկներ, սրանք բեջաներ են կոչվում, սրանցից չունենք, քանի որ ներքևի հատվածից մաքրելով բարձրացել են վերև։ Արդեն այս վերևի հատվածում այս լրացուցիչ բեջաները մաքրվում են։ Ահա, սրանք մաքրվում են ամբողջությամբ։ Եվ քոլերը արդեն փաթաթվում են։ Բայց ավելի նպատակահարմեր է, որ առաջինը փաթաթեք, այնուհետև նոր բեջաները պոկեք։ Ինչի համար, որովհետև լինում է նաև, որ վարունգի գլխիկները փաթաթելուց պարզապես այսպես այս հատվածից կարող են կոտրվել, որպեսզի վարունգի աճը այդքանով չսահմանափակեք, շատ ավելի լավ կլինի, որպեսզի փաթաթեք, տեսնեք կոտրվում է թե չի կոտրվում, շատ զգուշությամբ փաթաթեք իհարկե, որ չկոտրվի, այնուհետև նոր այս բեջաները մաքրեք։ Ահա, սիրելի հետևորդներ, ես ձեզ ցույց տամ նաև արդեն հասուն վարունգները։ Նշեմ, որ մաքրվում է նաև վարունգների բեղիկները, որպեսզի չխանգարեն փաթաթման աշխատանքներին, մաքրման աշխատանքներին։ Ջերմատունը ջեռուցվում է բնական գազով, ջերմությունը միջինում ցանկալի է պահել 18-ից 20 աստիճան գիշերային ժամերին, իսկ ցերեկային ժամերին անպայման պետք է ջերմատունը օդերը բացել, այսպես ասած, օդափոխել, որպեսզի ծաղկավիժում եւ այլ հիվանդություններ, իհարկե ծաղկավիժում եւ հիվանդություններ բույսերը չընկնեն։ Այսքանը, սիրելի հետևորդներ, առաջիկայում կնկարեմ ձեր համար նորից տեսանյութեր այս ջերմատան սրսկման աշխատանքների մասին, մշակման մեթոդների մասին եւ տեսնենք ինչ կստացվի։ Այսքանը, դե ինչ, կհանդիպենք։